Տերտերյանը իրոք երևույթ է։ Авет Рубенович очень счастливый человек. И счастлив он потому, что он получил полную творческую реализацию. Արվեստը միջոց է, կամ եթե գուզեք պարկուճ, որն անիմաստ է առանց լիցքավորման, ներքին պայթյունի և նպատակակետի։ Այդու Տերտերյանին փորձել խցկել, տեղավորել երաժշտության մեջ կամ արվեստի, այդ նույնն է ինչ ոգի ջինին խցանել փորձանոթում, բայց այս պարագային անգամ Ավետ Տերտերյանը պայթում է տիեզերական հզորությամբ։ Впечатление, что он четко знал свою миссию. Причем он иногда рассказывал, что это было с самого раннего возраста, ну, конечно, не с младенчества, но, в общем, уже в отрочестве, он совершенно четко знал, чему он должен служить. И он служил творчеству. Он даже мне говорил, что он думал, что он никогда не женится. Он очень боялся заводить семью, а тем более детей, потому что понимал, что это на него накладывает очень большую обязанность. А он считал, что он не имеет права на это. Մի անգամ մենք Ավետի հետ վիճեցինք, ինչի մասին էր վեճը, Քյամանչայի մասին էր, ուրեմն 5-րդ սիմֆոնիայում Ավետը Քյամանչա էր դրել, ես շատ լավ հիշում եմ այդ խոսակցությունը որտեղ էր, օպերայի, ուրեմն թատրոնի տնօրենի մոտ էր, ես իր հետ վիճեցի, ասեցի, բայց չէ որ սիմֆոնիկ նվագախումբը, ընդհանրապես գործիքները այնքան հնարավորություն ունեն, որ կարիք չկա մտցնել Քյամանչա, ինք ասեց դու ճիշտ չես, այն ինչ որ կարող է Քյամանչան, ոչ մի ուրիշ լարային գործիք չի կարող անի, իհարկե ինքն էր ճիշտ, ոչ թե ես։ Տերտերյանների աշյունը բնութագրվում է որպես մոգական, առինքնով, տիեզերական կամ էիչների երաշյուն իրավիճմից, իսկ Ավետին բնորոշում է որպես մոգ, իմաստուն և անգամ լուսավորյալ ռուսերեն ասվեշոտ։ Այսուհանդերձ այդ բոլորը մնում են նկարագրություններ, ինչպես և իմ այս խոսքը և ընդհանրապես արվեստաբանություն։ Դրանք միայն թռիչքային նախապատրաստություններ են, որից հետո հարկ է, որ յուրաքանչյուրը ամրակապի իր թռիչքային գոթին, ընկղմի Տերտերյանի երաշյան մեջ, ուռեցնի իր թոքերն ու հոգին, հոգու առակասները և թափարկ առնելով կտրվի թռիչքային գոտուց։
դեպի ինքնավերացում, անանձնական տարալուծումը վերին չափությունների մեջ ու վերին իրականությունների։ Այդ պահանջում է ահավոր հոգեէներգետիկ ծախս, հոգնեցուցիչ է, բայց լիցքավորում ապահովում է հենց ավետարանի երաշխությունը։ Դրանից հետո այդ թռիչքից նա պետք է մթագնի ուղեղը բանականությունը, ինչպես գեր ձայնային օդանավներում օդաչուները գտնվում են մթագնած գիտակցության վիճակում, մինչև անցնում են ձայնային արագության սահմանը։ Այս ամբողջը բոլոր դեպքերում փոխհատուցվում է վերին ոլորտներում երանության զգացմամբ, անանձնական տարալուծմամբ, աննյութական իրականությունների մեջ։ Он ходил в определенное творческое состояние, которое, кстати, он очень любил, он его ждал. И потом, вот уже через много лет, в интервью он говорил о том, что он ждал этого состояния, и если оно не приходило, он, так сказать, не начинал записывать новую симфонию. Он ее слышал от начала до конца, и только после того, как она была уже ему ясна, он садился за стол и в полной тишине. Черновика у него не было. Он прямо писал партитуру, причем так, что потом вот издание 4-й, 7-й симфонии, 4-й во второй редакции, было его факсимиле. Без единой помарки он записывал от начала до конца. Մոտավորապես 35 րոպե, տհանակ չէ, 35 րոպե մի նոտայի վրա հնչում է սիմֆոնիան։ 35 րոպե համարյա թե Եվ դու չես ձանձրանում, եւ ամբողջ դահլիճը քար լռության լսում է այդ մեղ, այդ փիլիսոփայությունը քարացած էր դահլիճը։ Զարմանալի երևույթ էր, մի հատ շշուկ չկար դահլիճում, գիտեք։ Послал вот этот Сиван. Это совершенно новое качество души, новое состояние души. Как я всегда говорю, здесь ближе к Богу. Здесь уже 2000 метров над уровнем. Вот. Тут другое какое-то состояние нирваны, что ли. Вот это озеро. Я здесь чувствую какой-то другой полет души, что вот я чувствую вот эту невесомость, какую-то легкость. На меня не давят горы здесь. И потом вода. То есть это та вода, это то море, которым водил Христос своих учеников. Именно у воды он посвящал их в это состояние нирваническое, что ли. Մեր բոլոր շատ հարգելի մեր կոմպոզիտորները, որոնց ես շատ եմ հարգում, բայց ես այսպեսի կետեր կդնեի, շատ լուրջ հայ երաժշտության մեջ Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Ավետ Տերտերյան, որ ասում են վեխի։ Մինչդեռ ավետը մշտապես ապրում էր ձեզ հետ, ձեր մեջ, բայց դուք ոչ նրա հետ։ Նա եկավ, բայց դուք իրեն չճանաչեցիք։
1973 թվականի մեր առաջի ծանոթությունից հետո ես ամենջապես գրեցի մի ակնարկ եւ ճանաչիր զբանս հանճարով խորագրով, որտեղ որքան գիտեմ ես առաջին անգամ հրապարակայնորեն որակեցի Տերտերյանին հանճար։ Այդ ակնարկը բազմիցս վերահատարակվեց, նույնիսկ առաջինից 10 տարի անց, բնականաբար ունեցա թունդ անդիմախոսներ, նրանք կան և կլինեն նաև անպայման։ Ես ինձ հարց եմ տալիս, թե ինչու է այդ միջակությունը իրեն վերապահում հանճար որակելու իրավունքը, թերևս թերարժեքությունից վստահաբար։ Ես այսօր չեմ ասի ուրախ եմ, դա այն խոսքը չէ, գտնում եմ բնականon, որ Տերտերյան հանճարը այսօր ավելի ու ավելի սկսվում է ընկալվել ու գնահատվել հասուն շրջանակների կողմից, պարտավոր չի, որ բոլորը դա հասկանային, և կարող եմ ասել հետևյալը, որ եկեք թշտապենք ավարտական գնահատական տալու Տերտերյանին։ Զի լերը մանրադիտակում չի երևում, իսկ մենք մանրադիտակներ ենք։ Լերի հագնությունը քիչ թե շատ բացահայտվում է հեռանալիս նրանից, մեծը մեծի հետ, համեմատությամբ։ Այսուհանդերձ վստահությամբ հայտարարում եմ, որ Տերտերյանի երաժշտությունը շեփորահարելու է ոչ թե 21-րդ դարի սկիզբը, այլ ողջ 3-րդ հազարամյակի։ У него был друг, Евгений Шиферс, который знал очень много тайн и про мир, и про Вселенную, и про смерть, и про Авет Рубеныча. И когда с ним случилось то, что произошло, и я ему позвонила, он мне сказал, что Ирина, Авет Рубеныч, или как мы его называли, Фред, дома мы его так называли, он просто вошел в то состояние творчества, которое он так любил, это состояние полусон, полуявь. Вот он, говорит, вошел в это состояние, а потом, говорит, или не захотел, или не смог выйти. Он так объяснял его уход в иное состояние. А то, что это уход в иное состояние, это совершенно явно ощутимо, потому что я не знаю, опять-таки, но вот эта сила, эта энергия, эта воля творческая, которая столько сотворила и создала такое богатство звуковое, она присутствует постоянно. И не только тогда, когда звучит его музыка. У меня это такое явное ощущение этого, что я иногда могу быть радостной, такой же радостной, как когда было наше общение. Գալիս և անցնում են անփոխարինելի հանճարներն աշխարհի։ Չունեն լուսապսակ սրբական, լույսը հոգու մեջ է նրանց։ Զուրկ են թևերից հրեշտակային, միտքն է նրանց թևավոր, և տարբերվում են արտակնապես ընդհանուրից միայն խելոք խենթությամբ իրենց։ Անցնում են նոր հանճարներն աշխարհի։ Ճանապարհ բացեք։